Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսեմ Սատուրնի և Նեպտունի միացման մասին, որը տեղի կունենա փետրվարի 20-ին։ Խոյ նշանում, մենք խոսելու ենք հատկապես այն մասին, թե ինչպես է այս միացումը ազդելու առանձին մարդկանց ճակատագրի վրա, այսինքն մեզանից յուրաքանչյուրի։ Այսպիսով, Նեպտունը մտնում է Խոյ նշան 2026 թվականի հունվարի 27-ին և այնտեղ կմնա մինչև 2039 թվականի ապրիլը։ Սատուրնը մտնում է Խոյ նշան 2026 թվականի փետրվարի 14-ին և այնտեղ կմնա մինչև 2028 թվականի ապրիլը։ Իսկ փետրվարի 20-ին տեղի կունենա նշանակալի իրադարձություն։ Սատուրնը կմիանա Նեպտունին Խոյի առաջին աստիճանում։ Սա իսկապես դարաշրջանային միացում է, և մենք արդեն զգում ենք այս էներգիայի ազդեցությունը մեզ վրա։ Ինչ ժամանակ է սա։ Սա այն շրջանն է, երբ ամեն բան, ինչի մենք հավատացել ենք, մեր բոլոր իդեալներն ու այն, ինչ կառուցել ենք այդ հավատքի և իդեալների ազդեցության տակ, սկսում են փոխվել։ Սակայն առայժմ շատ բան մնում է անհասկանալի, և մենք սկսում ենք կառուցել ինչ-որ լրիվ նոր բան, բայց դա նույնպես տեղի ունենում անորոշ պայմաններում։ Առաջին հերթին նման վիճակները առաջացնում են հիասթափություն, սկզբում հիասթափության ու անհասկանալիության զգացում։ Սա նաև առաջացնում է շփոթվածության վիճակ, որովհետև մեր շուրջը եղած իրականությունն ու նախկին իմաստները զգալիորեն փոխվում են։ Հին պատկերացումները և գաղափարախոսությունները կարծես լուծվում են, բարոյականության ու արդարության մասին հարցերն էլ են փոխվելու։ Կառուցվածքները ցանկացած մակարդակի վրա, մեկը մյուսի վրա հիմնված համակարգերը նույնպես փոխվելու են։ Այդ համակարգերն էին կառավարում մեր կյանքը, և հիմա դրանք սկսում են քանդվել ու աղոտ դառնալ։ Դրանց փոխարեն մեզ բացվում է ինչ-որ լրիվ նոր բան, դեռևս անծանոթ և անհասկանալի։ Միաժամանակ մենք զգում ենք, որ բացվում են նոր հնարավորություններ, որոնց մասին նախկինում նույնիսկ չէինք էլ մտածել։ Սատուրնի և Նեպտունի էներգիաների միաձուլման ազդեցության տակ մենք կարող ենք մեր ներսում զգալ նյութականի և հոգևորի միջև հակամարտություն։ Դժվար է դառնում այդ երկուսի համատեղելիությունը։ Օրինակ, ինչ-որ մեկը կարող է իրեն հարց տալ. ինչպես կարելի է այդ պաշտոնը կամ աշխատավարձը ստանալու համար այդքան նվաստանալ կամ նվաստացնել ուրիշին։ Այսպես առաջանում է անհավասարակշռություն այն բանի միջև, ինչ մենք ստանում ենք նյութական տեսանկյունից, և բարոյականության ու խղճի հարցերի միջև, որոնք մտնում են հակասության մեջ։ Բայց պետք է ասել, որ այս միացման էությունը հենց այդ երկու կողմերի ինտեգրումն է։ Հավատը, իդեալները և կառուցվածքը, բարոյականությունը և գործերը պետք է միավորվեն մեկ ամբողջության մեջ։ Երբ մենք գտնում ենք լուծումը, ինչպես միացնել նյութականն ու հոգևորը, այդ ժամանակ ներսում ծնվում է վստահություն և ներքին ուժ։ Սա է հենց Սատուրնի և Նեպտունի միասնական էներգիան։ Երբ մենք ունենք հավատ և երազանք, բայց ոչ միայն ամպերի մեջ ենք սավառնում, այլ կազմում ենք կոնկրետ ծրագիր, այդ երազանքը իրականացնելու համար սկսում ենք գործել, փորձել, երբեմն սխալվել, սովորել, զոհաբերել մեր հարմարավետությունը և նորից փորձել ու գործել։ Այդ ժամանակ մեր ներսում ավելի ու ավելի է աճում ներքին ուժն ու մասնագիտական կայունությունը։ Եվ հենց այս ներքին վիճակն է, որ հետագայում սկսում է ձգել հաջողությունը դեպի մեզ։ Մարդկանց համար, որոնք գտնվում են հոգևոր զարգացման ավելի բարձր մակարդակի վրա, այս միացումը կարող է բերել լուսավորում կամ իրական հոգևոր ուղի։ Դուք կարող եք դառնալ հոգևոր առաջնորդ ինչ-որ մեկի համար։ Սա կարող է նույնիսկ բերել հրաժարում այն ամենից, ինչը կազմում է ձեր նյութական հենարանը։ Դուք կարող եք հրաժարվել այն ամենից, ինչ ունեք, որպեսզի հետևեք ձեր հոգևոր իդեալին։ Այս շրջանը բառացիորեն բարենպաստ է նոր հնարավորություններ բացելու համար։ Բայց մեզ պետք են նաև հստակ առաջնահերթություններ և անհրաժեշտ ժամանակ, որպեսզի կարողանանք փոխել կյանքի հիմնական կառուցվածքները։ Դուք կարող եք բացահայտել ձեր կյանքի շատ խորը իմաստներ, ինչպես նաև զգալ, որ ունեք որևէ հատուկ հոգևոր առաքելություն,
աշխարհում ձեր հետքը թողնելու համար։ Դուք կարող եք փորձել հենց այդ ուղին։ Ոմանք հենց այս շրջանում կսկսեն իրենց հոգևոր զարգացումը։ Իսկ ինչ է նշանակում հոգևոր զարգացում։ Առանց դրա այսօր պարզապես հնարավոր չէ գլուխ հանել այն ամենից, ինչ տեղի է ունենում եւ ունենալու մեր շուրջը։ Հոգևոր զարգացումը նշանակում է զարգացնել ներքին ներդաշնակության վիճակի ըմբռնումը, խորացնել կապը ինչ-որ ավելի մեծ ու բարձր բանի հետ, քան պարզապես նյութական աշխարհն է, ձգտել ճանաչել ինքներս մեզ, մեր մտքերը, դրդապատճառները եւ արժեքները, հասկանալ մեր ուժեղ եւ թույլ կողմերը։ Այդ ժամանակ մենք կմիանանք Սատուրնի եւ Նեպտունի էներգիային։ Մենք հոգևորապես զարգանում ենք նաև այն ժամանակ, երբ ինքներս ենք ձգտում հաղթահարել մեր վախերը կամ այն որակները, որոնք խոչընդոտում են սիրուն եւ կարեկցանքին։ Նաև այն ժամանակ, երբ փորձում ենք ինքներս հասկանալ, ինչն է լավ եւ ինչն է վատ։ Եվ հենց այս հոգևոր զարգացումից են կախված մեր գործողությունները։ Իսկ հիմա ես կբերեմ ամենապարզ օրինակները, թե ինչպես մեր հավատը եւ մեր գաղափարները կարող են փոխել մեր կյանքը, որpիսի դուք զգաք, թե ինչպես է աշխատում այս միացումը։ Օրինակ, ինչ-որ մեկը հավատում է, որ քաղաքում ապրելը ավելի լավ է, քան գյուղում։ Եվ այս գաղափարի ազդեցության տակ մարդը թողնում է կամ վաճառում իր տունը եւ տեղափոխվում մեծ քաղաք։ Այնտեղ նա սկսում է նոր կյանք, ստեղծում կապեր, կառուցում նոր հարաբերություններ։ Սա Նեպտունն է։ Նեպտունը հավասարեցնում է ամեն ինչ հողին։ Եվ հետո սկսում են մարդիկ զարգանալ ըստ Սատուրնով։ Կամ մեկ այլ օրինակ։ Մարդը նախկինում հավատում էր միայն իրեն, ապրում էր նյութապաշտ համոզմունքներով, իսկ հետո հանկարծ նրա մեջ արտանանում են կրոնական զգացումներ եւ նա ապրում է այնպիսի զգացողություններ, որոնք երբեք նախկինում չի ունեցել, եւ դրա արդյունքում փոխվում է նաեւ նրա կյանքի ամբողջ կառուցվածքը։ Հաջորդ օրինակը՝ մարդը ապրում է մեծ գետի ափին գտնվող տնակում եւ հանկարծ գետը դուրս է գալիս իր հունից ու քշում տունը։ Բնականաբար մարդը սարսափի մեջ է ընկնում եւ այլևս չի հավատում, որ պետք է տուն կառուցել հենց գետի ափին ու որոշում է տեղափոխվել այլ վայր։ Սա եւս Նեպտունն է։ Բայց սա խորհրդանշական օրինակ է, ոչ պարտադիր բառացի իմաստով, բայց հնարավոր են նաեւ նման դեպքեր։ Սա պարզապես այն պատկերն է, թե ինչ է հիմա տեղի ունենում եւ ունենալու։ Այդ մարդը ստիպված է արդեն նոր տարբերակ գտնել եւ իր տունը կառուցել գետից հեռու։ Կամ նախկինում ինչ-որ մի բան ոգեշնչում էր ձեզ։ Օրինակ, մարդը աշխատում էր թիմի հետ, գաղափարի համար, իսկ հիմա հանկարծ գալիս է հիասթափությունը։ Ոգեշնչում այլևս չկա։ Եվ նրան թվում է, որ դա անիմաստ է, ու նա որոշում է ստեղծել իր սեփականը։ Մեկ այլ օրինակ, մարդը նախկինում հավատում էր ինչ-որ առաջնորդի, ինչպես որ օրինակ սեփական հորը։ Նրա խոսքերը ոգեշնչում էին, բայց հիմա նա զգում է ինչ-որ բան սխալ է եւ գալիս է հիասթափությունը։ Այս միացումների ազդեցության տակ միշտ առաջ է գալիս հիասթափությունը առաջինը, նախ եւ առաջ իդեալների նկատմամբ։ Երբ մարդը սպասում էր մի բան, բայց իրականությունը լրիվ այլ է, նա սկսում է որոնել նոր գաղափար եւ նոր իդեալ։ Սա այն ժամանակն է, երբ ներսում եւ նույնիսկ բարձրաձայն հնչում են բառեր. հոգնեցի, այլևս չեմ հավատում, լցվել է։ Սա նշանակում է, որ ժամանակն է բացել ներսի փակ դռները, որովհետև հասունանում է նոր հավատ։ Իսկ առանց իմաստի եւ առանց հավատքի մենք պարզապես չենք կարող ապրել։ Եթե մարդը չունի հավատ, իմաստ կամ ներսում հենարան, նա ընկնում է դեպրեսիայի մեջ։ Մարդը կարող է ապրել իր սովորական միջավայրում, հարազատների, հարևանների կողքին, բայց հանկարծ զգալ, սա ինչ է։ Այլևս չեմ կարող այսպես շարունակել։ Եվ տեղափոխվել այլ վայր, գուցե նույնիսկ այլ երկիր։ Այնտեղ նա ոչ ոքի չի ճանաչում, բայց դա այլևս կարևոր չէ։ Կարևոր է պարզապես հեռու լինել նախկին կյանքից։ Նա կարծես հոսանքին է հանձնվում, հեռանալով անցյալից, եւ արդյունքում հանդիպում է նոր մարդկանց, սիրո եւ նոր հնարավորությունների։ Եվ այդ ժամանակ ծնվում է նոր հավատ, ինչ որ բանի կամ ինչ որ մեկի նկատմամբ, հավատ նոր գաղափարի հանդեպ։ Սա կարող է վերաբերվել նաեւ աշխատանքին։ Մարդիկ նախկինում
սիրում էին իրենց գործը, հարգում ղեկավարին, հավատում էին նրա գաղափարներին, ոգեշնչվում նրա նախագծերով։ Բայց հիմա նա մտածում է. ինչ իմաստ ունի այս ամենը, սա ձանձրալի է եւ ոչ ոքին պետք չէ։ Լավ է, եթե մարդը որոշում է զբաղվել նրան իսկապես հետաքրքրող գործով, իսկ շատ վատ է, երբ մարդուն արդեն ոչինչ չի հետաքրքրում, երբ նա ոչինչ չի ուզում։ Սա դեպրեսիայի նշան է, Նեպտունի և Սատուրնի ալիքների ազդեցությունը, և շատ քչերը կարող են դուրս գալ այս դեպրեսիվ վիճակից։ Հայաստանի համար համենայն դեպս սա պետք է դեռ չլիներ։ Երբ առաջանում են դեպրեսիա և ապաթիա, և եթե դուք դա զգում եք, փորձեք ուժ գտնել ձեր մեջ և ինքներդ ձեզ դուրս քաշեք ճահճից։ Հիմա հենց այն ժամանակն է, որը չի կարելի բաց թողնել, այլապես կյանքը կարող է փոխվել ոչ այնպես, ինչպես որ դուք եք ուզում։ Կանոնն այսպիսին է. եթե ես ինքս ակտիվ մասնակցություն չեմ ունենում իմ կյանքում, ապա ուրիշ մարդիկ կամ հանգամանքները կսկսեն որոշել ամեն ինչ իմ փոխարեն։ Այս ժամանակահատվածում կարող են փոխվել նաև կրոնական համոզմունքները, և դա էլ իր հերթին փոխում է մարդու կյանքի ամբողջ կառուցվածքը։ Մարդը սկսում է ապրել այլ կանոններով, կարող է փոխվել նաև կառավարությունը, փոխվում են օրենքները, քանի որ հները այլևս չեն աշխատում կամ արդեն չեն գործում ինչպես նախկինում։ Սա այն ժամանակն է, երբ պետք է գտնել ներշնչում։ Եվ հիմա ես կասեմ, ում համար է սա դժվար ժամանակ լինելու։ Դժվար կլինի նրանց համար, ովքեր նստած սպասում են երկնքից մանանայի և ոչինչ չեն անում, նրանց համար հաստատ բարդ է լինելու։ Եվ նաև նրանց համար, ովքեր ճնշում են ուրիշներին, որովհետև որքան շատ ես ճնշում ջուրը, իսկ Նեպտունը դա ջուրն է, այնքան ուժգին այն դուրս է թափվում։ Այսպիսով, ով ճնշում է ուրիշներին, այս ժամանակահատվածում պարզապես կլվացվի բողոքի էներգիայի ալիքով։ Իսկ հիմա ում բախտը կբերի։ Բախտը կբերի նրանց, ովքեր չեն նստում ու չեն սպասում, այլ ակտիվորեն որոնում են, գնում են իրենց երազանքի ու իդեալների հետևից և, ինչպես ասում են, քրտնաջան աշխատում և սովորում են նոր բաներ։ Այնպես որ գնացեք ձեր երազանքի հետևից։ Եվ դա շատ լավ գիտեմ իմ անձնական փորձից։ Այդպիսի ժամանակները տալիս են նոր հնարավորություններ։ Գլխավորը փորձեք դրանք նկատել։ Իսկ մենք կարող ենք նկատել միայն գործողության մեջ, անծանոթ ու անորոշ պայմաններում։ Օրինակ դուք ունեք երազանք։ Դուրս գալ ձեզ արդեն ձանձրացրած պայմաններից։ Դուք փնտրում եք նոր աշխատանք, գուցե լրիվ նոր ոլորտում, բայց ամենակարևորը այն ձեզ ոգեշնչում է, ձեզ դուր է գալիս։ Դուք արդեն ինչ-որ բան ուզում եք սկսել, բայց վախենում եք, որ հանկարծ չստացվի։ Ուղարկեք ռեզյումեներ, որքան շատ, այնքան լավ, հավաքեք նոր տեղեկատվություն, սովորեք ավելին, բացահայտեք անծանոթը։ Արդյունքը կլինի, հավատացեք դրան։ Ժամանակ կանցնի և դուք կտեսնեք, թե որքան արմատապես կփոխվի ամեն ինչ։ Եվ հիմա ուզում եմ դիմել նրանց, ովքեր 50 տարեկան և ավելի բարձր են։ Հիշեք, ինչ էր տեղի ունենում ձեր կյանքում 1989-ից 91 թվականներին, ինչ էր կատարվում հասարակության մեջ։ Մեր երկրում պատերազմ էր։ Մենք տալոնով հաց էինք գնում այդ ժամանակ։ Շատ մարդիկ դուրս եկան երկրից։ Եվ այլն շատ բաներ տեղի ունեցան հենց այս տարիներին։ Բայց ամենակարևորը, ինչպես էիք ձեզ զգում այդ ժամանակ, ինչպես էիք գործում, ինչ քայլեր էիք անում, ակտիվ էիք թե պասիվ, ով առաջ անցավ, գուցե հենց դուք եք առաջ անցել, ստեղծել եք ինչ-որ բան, ամբողջովին փոխել եք ձեր կյանքը, որովհետև եղել եք ակտիվ և համարձակ։ Քանի որ սա ժամանակն է ակտիվների և համարձակների համար, կամ պետք է դառնալ ակտիվ ու համարձակ։ Եվ հիմա դիմում եմ նաև բոլորին, թե երիտասարդներին, թե նրանց, ովքեր անցել են երկար ճանապարհ և կուտակել մեծ փորձ։ Հիմա ժամանակն է դրսևորվելու, որովհետև խոյը դրսևորում է իրեն։ Այս շրջանում շատ կարևոր է գնալ ձեր երազանքի հետևից, փորձել, վճռական քայլեր անել, հաղթահարել վախերը և դառնալ համարձակ։ Եթե ինչ-որ տեղ չստացվեց, վերլուծեք, ինչ եք սովորել, ինչ գիտելիք է պետք լրացնել։ Եթե փորձ եք ստացել, ուրեմն դա հուշում է,
Պետք է սովորել և զուգահեռ տեսնել, թե ինչ նոր հնարավորություններ են բացվում իմ համար։ Այնպես որ առաջին հերթին ես ձեզ մաղթում եմ հավատ ձեր նկատմամբ և ներշնչում։ Եվ նույնիսկ եթե դուք դեռ չեք հավատում ինքներդ ձեզ, միևնույն է, պետք է սկսել, գործել, և այդ ժամանակ հավատը կգա։ Ես ձեզ մաղթում եմ ներշնչում ու ակտիվություն։ Մի բաց թողեք այս ժամանակը, սա իսկապես մեծ ու ճակատագրական շրջան է։ Եվ եթե ինչ-որ մեկը ասի ոչինչ չի ստացվի, մի հավատացեք այդ խոսքերին, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Թող դա թվա քաոս ու հորձանուտ, բայց հենց դրա մեջ են ձևավորվում նոր կառուցվածքները։ Դուք ոչնչից չպետք է վախենաք, նույնիսկ եթե Սատուրն ու Նեպտունը քառակուսիներ կամ ընդդիմություն են կազմում ձեր նաթալ քարտեզի մոլորակների հետ։ Եվ եթե ձեր մոտ նման ազդեցություններ կան, ապա առավել ևս պետք է ակտիվորեն փոխել, սովորել ու ձեռք բերել նոր փորձ։ Սիրելի ընկերներ, եթե դուք ունեք ձեր սեփական փորձը, ձեր պատմությունները այդ տարիների ընթացքում, խնդրում եմ կիսվեք դրանցով։ Դա շատ հետաքրքիր կլինի և կարևոր ուրիշների համար։ Իսկ ամենակարևորը դա կարող է ինչ-որ մեկին ոգեշնչել։ Իսկ հիմա արդեն անցնենք բոլոր տներով և նշաններով։ Ժամային կոդերը կթողնեմ տեսանյութի նկարագրության մեջ, նաև մեկնաբանությունում։ Բայց մինչև այդ ուզում եմ խնդրել ձեզ բաժանորդագրվել իմ ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք, և խնդրում եմ լայք դնել։ Եվ իհարկե, եթե ձեզ թվում է, որ սա հետաքրքիր տեսանյութ է, կիսվեք, թող բոլորը իմանան, որովհետև սա շատ կարևոր միացում է։ Նման միացումներ երկար տարիները մեկ են լինում, որովհետև Նեպտունը բավականին դանդաղ մոլորակ է, շատ դանդաղ, իսկ Սատուրնը ևս։ Այսպիսով հորոսկոպի առաջին տունը, Խոյը։ Հենց այստեղ է ձեզ մոտ տեղի ունենում այս նշանակալից իրադարձությունները, հարգելի խոյեր։ Նեպտունը կազդի ձեր հոգու, զգացմունքների, ներքին վիճակի, զգայունության և տպավորվող լինելու վրա։ Սա կարտացոլվի նաև ձեր արտաքին կերպարի մեջ։ Դուք կարող եք դառնալ ավելի խորհրդավոր, ավելի ռոմանտիկ։ Հնարավոր է ձեր հագուստում ու սանրվածքում ցանկանաք համադրել գործնական և միաժամանակ նրբագեղ ոճը։ Նեպտունը կուժեղացնի ձեր զգայունությունը, կբերի երազանքներ երջանկության ու սիրո մասին, այն սիրո, որը դուք ուզում եք տալ և ստանալ։ Կան դեպքեր, երբ մարդը նախկինում չի ցանկացել երեխաներ ունենալ, իսկ Սատուրնի և Նեպտունի ազդեցության ներքո հանկարծ սկսում է շատ ցանկանալ երեխաներ։ Նա պատրաստ է պատասխանատվության և ուզում է հենց իր սերը տալ, խնամել և հոգ տանել։ Շատ բան կդառնա ձեզ համար հուզիչ ու կարևոր։ Նեպտունը կուղղորդի ձեզ զարգացնել ձեր ստեղծագործ և արարող ոգին։ Նա նրբացնում է ձեր էությունը, նպաստում է ձեր հոգևոր հորիզոնների ընդլայնմանը։ Սկսվում է մարդու մեծ աշխատանքը իր վրա, այն մասին, թե ինչպես ենք մենք մեզ դրսևորում, ինչպես ենք մենք երևում, ինչպես ենք մենք տեսնում մեզ մեր աչքերով և ուրիշների աչքերով։ Սատուրնը ասում է. աշխատիր քեզ վրա, վերցրու քո կյանքի պատասխանատվությունը, դարձիր քո կյանքի ռեժիսորը։ Իսկ Նեպտունը հարցնում է. իսկ ո՞րն է քո երազանքը։ Եթե կա երազանք, ապա հիմա դուք կարող եք այն կյանքի կոչել։ Իսկ Սատուրնն ասում է. այո, երազանքը լավ է, բայց դու կարող ես դա իրականացնել միայն այն դեպքում, եթե շատ աշխատես և չհանձնվես դժվարությունների ժամանակ։ Միայն այդպես կարող ես դուրս գալ նոր մակարդակի։ Ահա թե ինչ են մեզ ասում մոլորակները։ Եվ նա, ով չի լսում այս ձայները, փակվում է իր մեջ, դառնում է մռայլ և կարող է ընկնել դեպրեսիայի մեջ։ Իսկ ով լսում է, նա սկսում է մարզել իր կյանքը, մտածել, իրականում ինչ է ուզում այս կյանքից։ Մարզում է իր ինտելեկտը, կարգապահ է դառնում, մարզում է իր մարմինը։ Իսկ ոմանք հենց այս շրջանում սկսում են իրենց ստեղծագործական ճանապարհը։ Այս ամենը տեղի է ունենում Նեպտունի և Սատուրնի ազդեցության ներքո։ Մարդիկ սկսում են զբաղվել երաժշտությամբ, նկարչությամբ, հոգեբանությամբ, և դա հրաշալի է։ Կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն. դու ինչ ես հորինում, սա հեքիաթ է։ Եթե նման խոսքեր լսեք, մի հավատացեք, ուշադրություն մի դարձրեք։ Դուք կարող եք պատասխանել. ինձ դուր է գալիս այս վիճակը, որը բարձրացնում է իմ ոգին։
Կարևոր է հիշել, որ այս շրջանում պետք է համատեղել երասկոտությունը և երկրային գործնականությունը, որովհետև Նեպտունը դա վարդագույն ակնոցներն է։ Կարևոր է կարգի բերել ինքներդ ձեզ և սովորել պատասխանատու կերպով բաշխել ձեր ժամանակը։ Այս փուլում արժե գտնել ուսուցիչներ, որոնցից դուք պատրաստ եք ընդունել քննադատություն։ Շատերը այս շրջանում սկսում են հաճախել ինքնազարգացման դասընթացների։ Սա լավ ժամանակ է, շատ լավ է, որովհետև ամեն օր պետք է լցվել նոր գիտելիքներով։ Հետագայում հենց Սատուրնն է դա գնահատելու։ Սատուրնը ժամանակի տիրակալ է և նա կհարցնի. «Ինչ արեցիր այսօր քեզ բարելավելու համար»։ Այս շրջանում հնարավոր է նաև անվան կամ ազգանվան պաշտոնական փոփոխություն, որովհետև անունը և այն, թե ինչպես են մեզ կոչում, նույնպես պատկանում է հորոսկոպի առաջին տանը։ Ինչ վերաբերվում է հարաբերություններին, այն կապերը, որոնք մինչ այս ազատ են, կարող են իրականացվել, օրինականացնեք, գնաք ԶԱԳՍ։ Իսկ հակառակ դեպքում, եթե ամուսնության մեջ չկա ջերմություն և մարդը չի ուզում աշխատել իր վրա, կարող է տեղի ունենալ բաժանում, որը կստիպի փոխվել և զարգանալ։ Սատուրնն այնուհետև պարգևատրում է ինքնավստահությամբ և ներքին կայունությամբ նրանց, ովքեր աշխատում են իրենց վրա։ Երբ Սատուրնն առաջին տանն է, մենք կարծես մեզ հղկում ենք, ինչպես ոսկերիչը թանկարժեք քարին։ Մեր կյանք են մտնում վստահելի գործընկերներ, ներշնչող մարդիկ, ընկերներ և սիրելիներ։ Կնքվում են երկարաժամկետ հարաբերություններ։ Մենք կարող ենք ստանալ պատասխանատու պաշտոն, իսկ ոմանք կարող են դառնալ հոգևոր առաջնորդներ։ Ահա այսպիսին է Սատուրնի և Նեպտունի անցումը։ Ձեզ մաղթում եմ հաջողություն։ Սատուրնը և Նեպտունը հորոսկոպի երկրորդ տանը։ Ձկներ, այստեղ ձեզ մոտ է տեղի ունենում այդ մեծ միավորումը։ Սատուրնը ասում է. «Դանդաղեցրու քայլերդ, մտածիր ինչպես և ուր ես ծախսում քո ժամանակը, քանի որ ժամանակի տիրակալը Սատուրնն է, իսկ ժամանակը ռեսուրս է, որը չի վերականգնվում։ Ժամանակը մեր կապիտալն է և մեզանից յուրաքանչյուրին հատկացված է իր ժամանակը։ Եվ հիմա Սատուրնը ստուգում է, ինչի վրա եք ծախսում դուք ձեր ժամանակը։ Քանի դեռ Սատուրնը Նեպտունի հետ գտնվում է երկրորդ տանը, չի կարելի ժամանակը անիմաստ վատնել։ Հակառակ դեպքում ամեն ինչ կլինի ինչպես կորցրած ժամանակի հեքիաթում՝ վաղաժամ ծերացում և ուժերի անկում։ Այս տունը կապված է նաև մեր ֆինանսների և գումարի հետ։ Գումարը նույնպես ուժեղ ռեսուրս է, որը օգնում է ապահովել արժանապատիվ կյանք։ Եվ այստեղ ևս Սատուրնը պահանջում է ճիշտ կառավարում։ Նա ուշադրություն է դարձնում մեր նյութական դրությանը և դնում է ինքնուրույնության նպատակը հենց ինքնուրույնության։ Կայունություն այս հարցերում։ Նա պահանջում է, որ մենք կանգնենք մեր ոտքի վրա և կախված չլինենք ուրիշների աջակցությունից։ Սատուրնն ուղղում է մեր ուշադրությունը վաստակի հնարավորությունների վրա։ Նա տալիս է հնարավորություն գումար աշխատելու, թեև այս շրջանում կարող է թվալ, որ եկամուտները նվազում են, բայց իրականում Սատուրնն ունի իր պահանջները։ Կարող են լինել իրավիճակներ կապված հիմնական աշխատանքի կամ հավելյալ եկամտի փոփոխության հետ, քանի որ շուրջ բոլորը փոխվում է։ Կարող են առաջանալ սահմանափակումներ կամ անորոշ իրավիճակներ։ Եթե այդ սահմանափակումները միայն զայրույթ են առաջացնում, դա կարող է վատ անդրադառնալ առողջության վրա։ Բայց եթե մենք հասկանանք, որ պետք է լինել համբերատար, համառ, անել այն, ինչ մեզանից է կախված, և անել դա առավելագույնս, ապա ապագայում անպայման կլինեն պարգևներ։ Օրինակ, մարդը կորցրել է աշխատանքը, բայց կարողացել է իրեն հավաքել ու ամեն ինչ սկսել զրոյից։ Ինչպես «Երջանկության հետևից» ֆիլմի գլխավոր հերոսը կորցրեց ամեն ինչ, աշխատանքը, կինը լքեց նրան, բայց նրա հետ մնաց որդին։ Նա իր առջև նպատակ դրեց և հասավ դրան։ Նա անցավ դժվար ճանապարհ, անտուն, միայնակ հոր վիճակից, մինչև խոշոր ներդրումային ընկերության հիմնադիր։ Եվ եթե ձեր կյանքում էլ նման իրավիճակ է ստեղծվում, առաջանում են դժվարություններ, ինչ-որ բան փոխվում է, ապա հիշեք, դուք կարող եք ձեր մեջ բացահայտել և զարգացնել այն կարողություններն ու տաղանդները, որոնք մինչև այժմ չէիք օգտագործում, և հանկարծ դառնալ պրոֆեսիոնալ ամբողջությամբ այլ ոլորտում։ Այս շրջանում, քանի դեռ այստեղ գործում է նաև Նեպտունը, եկամուտները կարող են գալ օկուլտից,
հոգևոր գործունեությունից կամ բուժարարությունից, ինչպես նաև այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են բժշկությունը, հոգեբանությունը, նարկոլոգիան, առևտուրը, բիզնեսը, օծանելիքի արտադրությունը, բոլոր ստեղծագործական մասնագիտությունները, թատրոն, երաժշտություն, հեռուստատեսություն, ինչպես նաև աշխատանքներ, որոնք կապված են ծովի հետ կամ ձեր հոբիների հետ։ Սատուրնը կայունություն է տալիս գումարի հարցում այն մարդկանց, ովքեր կարողանում են պլանավորել բյուջեն, գտնել հավասարակշռություն եկամուտների և ծախսերի միջև։ Կարևոր է, որ ոչ միայն բավարարի առօրյա կարիքները, այլ նաև հնարավոր լինի խնայել ապագայի համար։ Այսինքն, Սատուրնը պահանջում է խնայողություն։ Սատուրնը աջակցում է նաև նրանց, ովքեր գնումներ են կատարում խելամտորեն, ոչ թե իմպուլսիվ, և նրանց, ովքեր կարողանում են նպատակ դնել, որի համար պատրաստ են խնայել գումար։ Այդ դեպքում Սատուրնը կլինի ձեր կողքին։ Նույնիսկ եթե դուք պարզապես սկսեք սովորել որևէ ֆինանսական դասընթաց կամ դիմեք մասնագետի խորհրդատվության դրամական հարցերով, Սատուրնը կասի բրավո, որովհետև նա գնահատում է պրոֆեսիոնալիզմը բոլոր ոլորտներում։ Սատուրնի և Նեպտունի ժամանակաշրջաններում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ձեր առողջությանը։ Սա չափազանց կարևոր է, որովհետև սա այն տունն է, որը կապված է մեր կենսաէներգիայի հետ, այն ուժի հետ, որը մեզ կյանքն է տալիս։ Շատ կարևոր է կարգավորել աշխատանքի և հանգստի հավասարակշռությունը։ Այս շրջանում մարդուն բառացիորեն, ինչպես օդը, անհրաժեշտ է լիարժեք հանգիստ, որակյալ քուն և կանոնավոր լիարժեք սնունդ, քանի որ հենց դրանով է վերականգնվում էներգիան։ Լավ է զբաղվել նաև մաքրող պրոցեդուրաներով։ Այսպիսին է Սատուրնի և Նեպտունի ձեր անցումը։ Մաղթում եմ ձեզ հաջողություն։ Երրորդ տունը հորոսկոպում ջրհոսի համար է սա։ Այստեղ է տեղի ունենում Սատուրնի և Նեպտունի նշանավոր միացումը ձեզ համար հարգելի ջրհոսներ։ Սկսվում են էական փոփոխություններ ձեր շրջապատում և այդ շրջապատի հանդեպ ձեր պատասխանատվության մեջ։ Մեծ փոփոխություններ կլինեն նաև մտավոր գիտելիքների ոլորտում։ Հնարավոր է զբաղվեք դասավանդմամբ կամ մենթորությամբ, իսկ ոմանք կարող են սկսել զարգացնել բիզնես, որը կապված է տրանսպորտի հետ, գուցե ջրային տրանսպորտի կամ զբոսաշրջության ոլորտում։ Այս շրջանում Սատուրնի ազդեցությամբ թեթև մակերեսային շփումները նվազում են, իսկ գործնական կապերը աճում։ Աճում է նաև պատասխանատվությունը ձեր շրջապատի հանդեպ։ Այս ժամանակ դուք շփվելու եք սահմանափակ թվով մարդկանց հետ, հիմնականում նրանց, ում հետ կապված եք պարտավորություններով, պարտքով և աշխատանքային հարաբերություններով։ Եթե ձեր շփումները և կապերը հեռանկար չունեն, օրինակ համոզմունքների անհամատեղելիության պատճառով, դրանք կարող են քանդվել։ Երբեմն կարող են ընդհատվել նույնիսկ կարևոր կապերը, օրինակ ընկերը կամ անհրաժեշտ մարդը պարզապես կարող է անհետանալ տեսադաշտից։ Այսօր շատերն են տեղափոխվում քաղաքական իրավիճակի պատճառով։ Մարդը կարող է փոխել բնակության վայրը, հեռախոսահամարը, և ձեզ համար դժվար դառնա գտնել նրան։ Միևնույն ժամանակ Սատուրնը այստեղ կարող է տալ օգտակար և հուսալի նոր կապեր, իսկ Նեպտունը միմյանց խորապես հասկանալու կարողություն։ Այն կապերը, որոնք կգան ձեր կյանք այս շրջանում, կլինեն երկարաժամկետ։ Բայց այս ընթացքում հնարավոր են նաև հարաբերությունների սառեցում հարազատների, ընկերների և գործընկերների հետ։ Կարող է անհրաժեշտ լինել նրանց պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա։ Այս կյանքի ոլորտը կապված է նաև ինտելեկտի և դրա զարգացման հետ։ Ձեզ համար չափազանց կարևոր է ամեն օր նոր գիտելիքներ ստանալ, սովորել և զարգանալ։ Սա ձեզ համար հիմա շատ արդիական է, քանի որ Սատուրնը ստուգում է, թե ինչպես եք դուք դա անում։ Նա պահանջում է պատասխանատու ուսուցում, կայունություն և լրջություն, երկարաժամկետ, հիմնավոր կանոններով և ամուր հիմունքով։ Այս շրջանում որոշ պատճառներով մարդը կարող է ժամանակավորապես դադարեցնել ուսումը, օրինակ նոր պատասխանատվության կամ խոչընդոտների պատճառով, և ստիպված լինել ընդմիջում անել, վերցնել ուսումնական արձակուրդ։ Հնարավոր է, որ մարդուն հարկ լինի ամբողջությամբ խորանալ ուսման գործընթացի մեջ, այսինքն պետք է լինել նման կտրուկ հակադրություն։
Պետք է մեծ ջանք գործադրել նյութը յուրացնելու համար։ Մարդը կարող է ձեռնամուխ լինել շատ լուրջ գիտությունների ուսումնասիրմանը և կարելի ասել նվիրել դրան շատ ժամանակ։ Ամեն դեպքում Սատուրնը անցնելով այս դաշտով պահանջում է կենտրոնացում, ջանասիրություն և համակարգված մոտեցում ցանկացած առարկայի ուսումնասիրման մեջ։ Իսկ հետո գործնականում Սատուրնը կստուգի այդ գիտելիքների որակը։ Բայց այն գիտելիքները, որոնք մենք ձեռք ենք բերում Սատուրնի ազդեցության տակ, մնում են մեզ հետ ընդմիշտ։ Եթե դուք դասավանդում եք կամ գրում եք ուսումնական ձեռնարկներ, գիտական աշխատություններ, ապա դրանք նույնպես կարող են մնալ սերունդների համար։ Եթե Սատուրնը լավ ասպեկտներով է, լավ միացումներով է ազդում ձեր ծննդյան քարտեզի վրա, ապա սա բարենպաստ ժամանակ է երկարաժամկետ պայմանագրեր ստորագրելու և փաստաթղթերը ձևակերպելու համար։ Հիանալի շրջան է դասավանդման և մենթորական գործունեության համար, ինչպես նաև պատասխանատու աշխատանքի, տրանսպորտային բիզնեսի, ջրային տրանսպորտի հետ կապված, ճանապարհային ծառայությունների և առևտրի ոլորտում։ Հնարավոր են բազմաթիվ գործնական ուղևորություններ, ինչպես նաև գործուղումներ, որոնք կապված են գրական կամ լրագրողական գործունեության հետ։ Նեպտունի ազդեցության տակ կարող է զարգանալ կանխազգացման շնորհը, առաջանալ ինտուիտիվ բացահայտումներ, կարող է առաջանալ փոփոխությունների հանդեպ կիրք։ Եվ հիմնական հաջողությունը կունենան նրանք, ովքեր զբաղվում են գրականությամբ, լրագրությամբ, հատկապես որպես հեքիաթագիր և ֆանտաստիկ գրող, երաժիշտ կամ կատարող։ Ձեզ մոտ նույնպես կլինեն շատ ուղևորություններ և հյուրախաղեր։ Այսպիսին է Սատուրնի և Նեպտունի ձեր անցումը, մաղթում եմ ձեզ հաջողություն։ Սատուրնի և Նեպտունի միացումը հորոսկոպի 4-րդ տանը, եղջյուրներ։ Ձեզ մոտ տեղի ունենում այս կարևոր և նշանակավոր միացումը։ Սկսվում են մեծ վերափոխումներ ընտանիքի և բնակարանային պայմանների ոլորտում։ Այս օրերին, երբ Սատուրնը և Նեպտունը միավորվեն ճիշտ օրը փետրվարի 20-ին, մտածեք ինչ եք զգում տուն վերադառնալիս։ Ձեզ լավ եք զգում եք սեր և պաշտպանվածություն, և գրի առեք, թե ինչպես եք պատկերացնում ձեր իդեալական տունը և իդեալական ընտանիքը, և արեք գոնե մեկ պատասխանատու քայլ դա իրականություն դարձնելու համար։ Ամենակարևորը գնացեք ձեր երազանքի հետևից։ 4-րդ տան ոլորտում Սատուրնն ու Նեպտունը ձեզ ուղղում են դեպի ընտանիքի, տան և ծնողների հարցերը։ Այս տարիներին հնարավոր է, որ ստիպված լինեք լուծել բարոյական և նյութական պարտավորությունների հետ կապված հարցեր նրանց նկատմամբ։ Դա կարող է լինել ծնողների խնամքը, նրանց առողջական վիճակի պատճառով։ Դրա հետևանքով հնարավոր է, որ փոխեք աշխատանքը կամ սկսեք աշխատել տանից։ Ոմանց մոտ կարող է ձևավորվել անկախ ապրելու որոշում, ծնողներից առանձին։ Դուք կարող եք ասել ձեզ. ես արդեն մեծ մարդ եմ և ուզում եմ ամեն ինչ ինքս որոշել։ Այդ ցանկությունը կարող է առաջանալ առանց արտաքին կոնֆլիկտների ընտանիքում։ Սա պարտադիր չէ, որ վեճերի արդյունք լինի։ Պարզապես Սատուրնը միշտ մարդուն ուղղում է դեպի ինքնուրույնություն։ Մարդը կարող է ցանկանալ հեռանալ և փոխել բնակության վայրը։ Եվ այդ ժամանակ նա որոշում է դուրս գալ ընտանեկան միջավայրից, կրկնում եմ, սա կարող է լինել լիովին խաղաղ ձևով։ Սատուրնը շատ չի նպաստում լիակատար հանգստությանը, բայց տալիս է ուժեղ ցանկություն միայնակ լինելու և ինքնուրույն դառնալու համար։ Ինչքան մարդը մեծանում է, այնքան ավելի է զգում հանգստի և մեկուսացման կարիքը իր համար կարևոր գործերով զբաղվելու համար։ Այս տունը կապված է նաև ծագման հետ, դրա համար Նեպտունի ազդեցության տակ կարող են բացահայտվել որոշ գաղտնիքներ ծննդյան կամ ընտանիքի պատմության մասին։ Կամ այս շրջանում կարող եք ընտրել ժառանգական մասնագիտություն կամ շարունակել ընտանեկան բիզնեսը, դինաստիան։ Եթե Սատուրնն ու Նեպտունը չունեն բացասական ցուցանիշներ, ապա այս դաշտով անցնելիս կարող են բերել կայունություն և նույնիսկ հաջողություն այն գործերում, որոնք կապված են գյուղատնտեսության, բնակտարածքի ընդլայնման, անշարժ գույքի, շինարարության, սննդամթերքի արտադրության, կենցաղային իրերի արտադրության և վերանորոգման հետ։ Լավ ժամանակ է բնակարան կամ տուն գնելու, նաև կապիտալ շինարարության համար։
Հնարավոր է, որ այս ընթացքում զբաղվեք նաև քաղաքացիության հարցերով, վարձակալությամբ, վաճառքով և գնումներով։ Այս ամենն էր ձեզ համար ընդամենը։ Ձեզ մաղթում եմ հաջողություն։ Սատուրնի և Նեպտունի անցումը հորոսկոպի 5-րդ տանը, աղեղնավորների համար։ Դա տեղի ունենում նշանակալի իրադարձություն ձեզ համար հարգելի աղեղնավորներ։ Այդ պատճառով նպատակներ դրեք, որոնք ձեզ ներշնչում են։ Գնացեք ձեր երազանքի հետևից։ Ստեղծեք ինչ-որ բան, ձեր սեփականը, արտահայտեք ձեզ, ձեր ստեղծագործությունները։ Սովորեք ստեղծագործել և ձեր երեխաներին էլ սովորեցրեք ստեղծագործել։ Սա արմատապես և դրական կերպով կփոխի ձեր կյանքը։ Եվ հիշեք, յուրաքանչյուր մարդու մեջ կա ստեղծագործական տաղանդ։ Շարունակեք ժպտալ, շարունակեք լուսավորել շրջապատը և անկախ ամեն ինչից շարունակեք զարգացնել ձեր տաղանդները։ Այստեղ 5-րդ տանը Սատուրնը նաև ստուգելու է ձեր սիրահարվածությունը, ձեր սերը։ Նա պահանջում է լրջություն և բոլոր հարաբերությունները տեղափոխում է նոր մակարդակի։ Այստեղ կա առնվազն 2 տարբերակ։ Եթե ամեն ինչ լավ է, կարող եք ստանալ ամուսնության առաջարկ։ Եթե ինչ-որ բան այնպես չէ, կարող է տեղի ունենալ բաժանում։ Այս շրջանում լավ կլինի, եթե մարդը ուսումնասիրի սիրելու արվեստը, կարդա դրա մասին գրքեր, որովհետև Սատուրնը ամեն ինչում սիրում է պրոֆեսիոնալիզմը, իսկ Նեպտունը ստեղծում է ցանկություն խորասուզվելու այդ թեմայի մեջ։ Նրանց նկատմամբ, ում սիրում եք, պետք է ցուցաբերել համբերություն, պատասխանատվություն և գթասրտություն։ Այս ժամանակ հնարավոր է երկարատև բաժանում սիրելի մարդու հետ։ Կարող են լինել այլ հանգամանքներ, որոնք կխանգարեն հանդիպումներին։ Եթե նման բան է տեղի ունենում, մոտեցեք դրան հանգիստ։ Սատուրնը ստուգում է ձեր զգացմունքների տոկունությունն ու հուսալիությունը, իսկ Նեպտունը խոսում է անշահախնդրության մասին։ Եթե արդեն հիմա սա գիտեք, անհանգստանալու կարիք չկա։ Որոշ դեպքերում Սատուրնի և Նեպտունի այս դիրքը կարող է ցույց տալ սիրային կամ ստեղծագործական կապ ձեզանից շատ ավելի մեծ տարիք ունեցող մարդու հետ, կամ մեկի հետ, ով ունի կայուն դիրք հասարակության մեջ և նույնպես կապված է ստեղծագործության հետ։ Կարող է նաև վերականգնվել հին սիրային կապը։ Այս շրջանը կապված է նաև ձեր երեխաների կարիքների հետ և դուք զբաղված կլինեք նրանց գործերով։ Դա բնական է, քանի որ մենք պատասխանատվություն ենք կրում մեր երեխաների համար և նրանց սիրում ենք անշահախնդիր։ Այս շրջանում օգտակար կլինի ուսումնասիրել մանկական հոգեբանություն, որպեսզի կարողանաք ճիշտ լուծել յուրաքանչյուր հարց։ Բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել ավելի հեշտ։ Ինչ վերաբերվում է երեխաների ծնունդին, Նեպտունը տալիս է սեր, նվիրելու և խնամելու ցանկություն, իսկ Սատուրնը անցնելով հորոսկոպի 5-րդ ամիջով, եթե իհարկե ձևավորում է դրական միացումներ մոլորակների հետ, կարող է բերել հղիություն և երեխայի ծնունդ։ Սակայն նույն մոլորակների հետ բացասական միացումների դեպքում հակառակը կարող է նվազեցնել երեխաներ ունենալու հնարավորությունը։ Կանանց մոտ կարող են առաջանալ որոշ խնդիրներ, բայց եթե նման բան է տեղի ունենում, շատ կարևոր է անմիջապես դիմել բժիշկների, և Նեպտունը շատ հարցերում կարող է աջակցել և օգնել։ Այս ժամանակահատվածում չի կարելի ներգրավվել որևէ արկածախնդրության մեջ, քանի դեռ այստեղ գտնվում է Սատուրնը, հատկապես չպետք է գնալ ֆինանսական ռիսկերի։ Սա վերաբերվում է խաղամոլությանը, վտանգավոր զվարճանքներին և ֆինանսական ավանտյուրաներին։ Այստեղ պետք չէ ռիսկի դիմել։ 5-րդ տունը կապված է նաև մեր ստեղծագործական ինքնարտահայտման հետ, և ստեղծագործ մարդկանց համար սա իդեալական է, բարենպաստ ժամանակ է զբաղվելու երաժշտությամբ, նկարչությամբ կամ սիրելի արվեստի տեսակով։ Եթե դուք զբաղվում եք ջրային սպորտով, դա նույնպես հիանալի է և դուք կգնաք դեպի հաղթանակ։ Եթե դուք մասնակցեք տարբեր մրցույթների, մրցաշարերի կամ քաստինգների, ապա անպայման կունենաք շատ դրական արդյունքներ։ Այս շրջանում լավ է զբաղվել ձեր ստեղծագործությունների կատարելագործմամբ։ Ամենալավը պետք է սովորել բարձրակարգ մասնագետից, մասնակցել նաև վարպետության դասերի։ Այս ժամանակահատվածում, քանի դեռ այստեղ գտնվում է Նեպտունը, հատկապես կուժեղանա ճանաչման ցանկությունը, և լիովին հնարավոր է, որ դուք այն ստանաք։ Դուք կարող եք արժանանալ վաստակած ճանաչմանը, իսկ գուցե ձեր ստեղծագործության միջոցով ձեռք բերեք նաև համբավ։ Սակայն
Բացասական որոշ միացումների դեպքում կարող է պատահել, որ Սատուրնի 5-րդ այս անցման պահին հանրությանը ներկայացված ձեր ստեղծագործությունները մնան աննկատ, բայց դրանց մասին կարող են հիշել ավելի ուշ, ավելի բարենպաստ անցման ժամանակ։ Այդ պատճառով Սատուրնը այս ոլորտում բոլորովին չի խոչընդոտում ստեղծագործ աշխատանքի համար, պարզապես գործերը կարող են ընթանալ ավելի դանդաղ։ 5-րդ տունը ներառում է նաև անձնական բիզնեսը, որին դուք տալիս եք ձեր սիրտը։ Սա շատ լավ շրջան է մանրակրկիտ աշխատանքի և մասնագիտական մակարդակը բարձրացնելու համար։ Անհրաժեշտ է այս ոլորտում ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել։ Այդ դեպքում հաջողությունը անպայման կգա։ Երբեմն պատահում է, որ մարդը ապրում է ստեղծագործական ճգնաժամ, դերեր չկան, ոչինչ չի ստացվում և առաջանում է ամեն ինչ թողնելու, բիզնեսը վաճառելու ցանկություն։ Ոչ, մի վաճառեք և մի թողեք։ Նեպտունը կարող է խառնել զգացմունքները, իսկ Սատուրնը ստուգում է համառությունն ու պահանջում է մասնագիտական աճ, որից հետո հետագայում նա ձեզ կպարգևատրի։ Այսպիսին է Սատուրնի և Նեպտունի ձեր անցումը։ Մաղթում եմ ձեզ հաջողություն։ 6-րդ տունը դա կարիճներն է։ Այստեղ է տեղի ունենում Սատուրնի և Նեպտունի միացումը, հարգելի կարիճներ։ Այս կարևոր իրադարձությունը կկատարվի Խոյ նշանի առաջին աստիճանում ձեր 6-րդ տանը։ Այդ օրը փետրվարի 20-ին արեք գոնե մեկ քայլ ձեր երազանքը իրականացնելու ուղղությամբ և իդեալական կազմակերպեք ձեր օրը։ Կարևոր է վերանայել ձեր կենսակերպը, դարձնել այն ավելի կատարյալ, կարգի բերել քունը, սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և սովորությունները։ Եթե դուք ինքներդ դա չանեք, կյանքն ինքը ձեզ կստիպի, իսկ եթե անեք, ապա կյանքը դրականորեն կվերափոխվի։ Նեպտունը տալիս է զգացմունքների նրբություն, ուժեղ ինտուիցիա և կարող է բերել աշխատանք, որը ձեզ հետաքրքրում է։ Բայց ձեր աշխատունակությունը կախված է ձեր ներքին տրամադրվածությունից։ Դրա համար գտեք այն միջոցները, որոնք ամեն օր ձեզ լավ տրամադրություն կտան։ 6-րդ տունը Սատուրնի համար ամենակարևոր դիրքերից մեկն է։ Նա ասում է. ցույց տուր համբերություն, կենտրոնացում, մեթոդիկություն աշխատանքում, ուսման մեջ, եթե ուսումը ձեր աշխատանքն է, և առողջության հանդեպ հոգատարության մեջ։ Ամեն ինչ ավարտիր մինչև վերջ, մի վատնիր ժամանակը իզուր, ամեն ինչ պետք է անել ժամանակին։ Սատուրնը հետևում է, ինչպես խիստ, բայց արդար ուսուցիչ։ Այդ դեպքում ամեն ինչ կլինի կայուն, թե աշխատանքում, թե ուսման մեջ, թե առողջության հարցերում։ Դրական նաթալ քարտեզում ցուցանիշների դեպքում Սատուրնը կայունացնում է դիրքը ձեր աշխատանքում։ Դուք կարող եք ունենալ կայուն աշխատանք, և նա աջակցում է այն մասնագիտություններին, որոնք պահանջում են բարձր որակավորում և մեծ ուշադրություն։ Այս շրջանում ձեզ կարող են վստահել ավելի պատասխանատու գործեր, և դուք կարող եք ստանալ պաշտոնի բարձրացում, սակայն ցանկացած բարձրացում ուղեկցվում է նաև պատասխանատվության ավելացմամբ։ Սատուրնը պահանջում է պրոֆեսիոնալիզմ և աշխատանքային պարտականությունների որակյալ կատարում։ Այդ պատճառով սա նաև շատ լավ ժամանակ է որակավորման բարձրացման, ինչպես նաև փորձ ձեռք բերելու համար։ Փորձառու մասնագետների մոտ։ Սատուրնի և Նեպտունի անցման ժամանակ 6-րդ տան միջով չի կարելի պարզապես թեթևամտորեն քմահաճույքով փոխել աշխատանքը։ Հատկապես եթե այստեղ է Սատուրնը, ցանկալի չէ աշխատանքից ազատվել, քանի որ նոր աշխատանք գտնելը կլինի շատ ավելի դժվար, քան այլ ժամանակահատվածում։ Բայց եթե մարդը ինչ-որ պատճառով կորցնում է աշխատանքը, կարևոր է համբերություն ցուցաբերել նոր աշխատանքի որոնման ընթացքում և այն անպայման կհայտնվի։ Հնարավոր է, որ այս անցման ընթացքում, հատկապես երբ այստեղ կլինի Սատուրնը, ձեզ վրա կդրվեն ուրիշ մարդկանց պարտականությունները, գուցե ստիպված լինեք փոխարինել որևէ մեկին։ Դրանից չպետք է հրաժարվեք, որովհետև Սատուրնը ստուգում է ձեր հուսալիությունը նաև աշխատանքում։ Նաև հնարավոր է, որ այս շրջանում դուք հոգ տանեք ոչ միայն ձեր, այլև այլ մարդկանց և կենդանիների առողջության մասին։ Նեպտունը մեզ լցնում է սիրով և անշահախնդրությամբ, ինչպես նաև արթնացնում է սերը դեպի բնությունն ու կենդանիները։ Կարող է առաջանալ ցանկություն կենդանի վերցնել ապաստանից, օգնել բուժել կենդանիներին կամ նույնիսկ բացել ձեր սեփական անասնաբուժական ծառայությունը կամ ապաստարանը։
Այս շրջանում շատ կարևոր է, եթե առողջությունը պահանջում է, սկսել բուժման կամ դիետայի կուրս, զբաղվել օրգանիզմի մաքրումներով, անցնել բժշկական զննումներ, ֆիզիոթերապիայի կուրսեր, եթե բժիշկը խորհուրդ է տալիս եւ այլն։ Այսինքն ավելի հաճախ այցելեք բժիշկների, եթե որևէ անհարմարություն եք զգում։ Այցելեք նաև ատամնաբուժի մոտ, ինչպես կանխարգելման, այնպես էլ բուժման նպատակով։ Քանի դեռ այստեղ է հատկապես Սատուրնը, ամեն ինչ կարգի բերեք։ Կարևոր է նաև կարգավորել ձեր օրակարգը, աշխատանքային գրաֆիկը եւ ճիշտ սնունդը։ Այս ժամանակահատվածում դուք կարող եք դառնալ վեգան կամ սկսել հետևել այլ առողջ ապրելակերպի եւ սննդակարգի։ Դուք ինքներդ կարող եք ուժեղացնել Նեպտունի ազդեցությունը ժամանակ գտնելով լողավազանի համար։ Նաև կարող եք զբաղվել քայլերով, ավելի շատ լսել հաճելի երաժշտություն, զբաղվել ստեղծագործությամբ, նկարելով, երաժշտությամբ եւ շատ օգտակար է նաև արոմաթերապիան։ Գտեք այն բույրերը եւ հոտերը, որոնք ձեզ բերում են լավ տրամադրություն եւ օգնում են հանգստանալ։ Նեպտունը կարող է նաև ձգել ձեզ դեպի ամեն ինչ գաղտնի ու անհայտ եւ բացել ձեր ֆենոմենալ հոգեբանական ունակությունները, որոնք կարող են իրականություն դառնալ նոր մասնագիտության մեջ։ Սա է այն, ինչ ձեզ տալիս են մոլորակները։ Մաղթում եմ ձեզ հաջողություն։ Հորոսկոպի 7-րդ տունը դա կշեռքներն է։ Այստեղ ձեզ համար տեղի ունենում նշանավոր իրադարձություն։ Սատուրնն ու Նեպտունը միանում են իրար։ Այս միացումը կրկնում եմ տեղի կունենա փետրվարի 20-ին, Խոյի նշանի առաջին աստիճանում, եւ դա մեծ փոփոխություններ կբերի ձեր հարաբերությունների մեջ, թե անձնական, թե գործնական։ Դուք կսկսեք ցանկանալ եւ փնտրել այնպիսի գործընկեր եւ զուգընկեր, թե անձնական, թե գործնական ոլորտում, որոնք կլինեն հուսալի, պատասխանատու եւ միաժամանակ ձեզ ոգեշնչող։ Հենց դրանից էլ կախված կլինի այդ հարաբերությունների կայունությունը։ Սատուրնը այստեղ քննում է մեր հարաբերությունները, ստուգում է մեր ընկերությունն ու սերը։ Նա սահմանափակում է արտաքին աշխարհի հետ ավելորդ շփումները։ Իսկ Նեպտունը տալիս է ուժեղ սիրո կարոտ, հույս հանդիպելու ձեր իդեալին։ Նեպտունը ուժեղացնում է հենց սիրո ծարավը։ Ձեզ կհեղեղեն զգացմունքները, իսկ Սատուրնը տարբեր իրադարձությունների միջոցով կսեղմի ձեր շփումների շրջանակը, թողնելով միայն իսկապես կարևոր մարդկանց, որոնց հանդեպ ունեք բարոյական, երբեմն էլ նյութական պարտավորություններ։ Մյուսների հանդեպ պատասխանատվության զգացումը կուժեղանա եւ արդարության զգացումը կսրվի։ Եթե դուք պահպանեք վստահությունը ձեր գործընկերոջ եւ զուգընկերոջ հանդեպ, ցուցաբերեք հուսալիություն եւ հավատարմություն, ապա այս անցումը կօգնի ամրապնդել գործընկերների եւ զուգընկերների հարաբերությունները թե գործնականում, թե ընտանեկան։ Եթե մարդը ապրում է ազատ հարաբերությունների մեջ, ապա Սատուրնը մտնելով այս տուն նրան ուղղորդում է օրինականացնել հարաբերությունները, այսինքն կարող է տեղի ունենալ հարաբերությունների պաշտոնական ձևակերպում։ Սատուրնն ու Նեպտունը 7-րդ տանը կարող են ցույց տալ ամուսնություն ձեզանից մեծ տարիք ունեցող կամ ստեղծագործող, հեղինակավոր եւ հասարակության մեջ ամուր դիրք ունեցող մարդու հետ։ Սատուրնը ցույց է տալիս լուրջ գործարար, համագործակցություն եւ երկարաժամկետ գործընկերություն եւ զուգընկերություն։ Իսկ Նեպտունը ձեզ կտա ցանկություն այցելելու հասարակական միջոցառումների, ընդունելություններ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, թատրոն եւ հենց այնտեղ կարող եք տեղի ունենալ ոգեշնչող հանդիպումներ։ Սատուրնն ու Նեպտունը կարող են նաև բերել իրավիճակներ, որոնց շնորհիվ դուք կամա թե ակամա կդառնաք նկատելի հասարակության մեջ։ Այս ժամանակահատվածում չափազանց կարևոր է պահպանել խիստ էթիկա հարաբերություններում, որովհետև Սատուրնը այստեղ կարող է արտահայտվել ձեր մասին խիստ դատողությունների միջոցով։ Դրա համար հետևեք բոլոր էթիկական նորմերին, վերահսկեք ձեր վարքը, եղեք պատասխանատու եւ ազնիվ ձեր զուգընկերների եւ գործընկերների հանդեպ, որովհետեւ Սատուրնը կգնահատի յուրաքանչյուր քայլ եւ կկայացնի իր վերջնական դատավճիռը։ Եթե Սատուրնի եւ Նեպտունի բացասական ցուցումներ չկան, ապա այս անցումը նպաստում է երկարաժամկետ պայմանագրերի կնքմանը եւ բարենպաստ է այն մասնագիտական գործերի համար, որոնք կապված են խորհրդատվության, իրավական ոլորտի եւ հոգեբանական գործունեության հետ։
Ստեղծագործական մասնագիտություններ ունեցող մարդկանց համար, դերասանների, երգիչների, երաժիշտների, ռեժիսորների, նկարիչների, այս շրջանը կարող է բերել մեծ ժողովրդականություն և ճանաչում։ Նաև եթե դուք աշխատում եք որպես ուսուցիչ կամ խորհրդատու, լինի դա խանութում, կամ հոգեբան եք, կամ իրավաբան և ձեր մասնագիտությանը մոտենում եք ստեղծագործաբար, ապա ձեր հանրաճանաչությունը կաճի։ Բայց եթե դուք հակառակը չպահպանեք էթիկան և բարեխղճություն հարաբերություններում, ապա արդյունքում կարող եք կորչել փոխըմբռնումը գործընկերների, զուգընկերների հետ։ Կառաջանան վեճեր, կոնֆլիկտներ, խճճված իրավիճակներ, դատական գործընթացներ, ամուսնալուծություններ, ինչպես նաև կարող են ակտիվանալ մրցակիցներն ու թշնամիները։ Դրա համար ընտրությունը միմիայն մերն է։ Այսքանն է ձեզ համար Սատուրնի և Նեպտունի միացման հետ կապված։ Ձեզ մաղթում եմ հաջողություն։ 8-րդ տան հորոսկոպը, սիրելի կույսեր։ Այստեղ ձեզ մոտ տեղի ունենում Սատուրնի և Նեպտունի նշանավոր միացումը, ձեր 8-րդ տանը։ Հորոսկոպի 8-րդ տունը կապված է ուրիշների արժեքների հետ։ Դա է համատեղ գումարը, համատեղ բյուջեն, համատեղ բիզնեսը և համատեղ գույքը։ Այս շրջանում շատ կարևոր է խիստ հետևել պայմանագրերին և օրենքներին։ Այդ դեպքում ամեն ինչ կլինի նորմալ։ Հատկապես այն ամենում, ինչը վերաբերվում է համատեղ եկամուտներին, համատեղ բիզնեսին և ունեցվածքին։ Պետք է խիստ կատարել ձեր վճարային պարտավորությունները, իսկ ներդրումները իրականացնել միայն լավ ստուգված կազմակերպություններում և գործ ունենալ միայն այն մարդկանց հետ, ում դուք իսկապես վստահում եք և լավ ճանաչում։ Այս տունը նաև կապված է ճգնաժամերի, հին պայմանների ավարտի և նորերի սկզբի հետ։ Մենք բոլորս կյանքում անցնում ենք 8-րդ տան այդ փուլերով, երբ ամեն ինչ փոխվում է մեր շուրջը, բայց ձեզ համար այս ոլորտը հատկապես կարևոր է։ Այս ժամանակահատվածում մարդը կարող է հայտնվել լուրջ, բարդ և խճճված իրավիճակների մեջ։ Այս շրջանում ձեզ կարող են առաջարկել մի աշխատանք, որի հետ դուք երբևէ չեք առնչվել։ Կարող է ինչ-որ բան կտրուկ փոխվել, կամ ձեզ կարող է թվալ, որ այդ աշխատանքը վտանգավոր է, կամ ձեզ կարող են վստահել գաղտնի հանձնարարություն։ Դուք կարող եք մասնակցել փրկարարական գործողությունների, դառնալ շատ լուրջ փոփոխությունների վկա։ Այդպիսի իրավիճակներում Սատուրնը ստուգում է մեր սառնասրտությունը, տոկունությունը, համբերությունը և դիմացկունությունը, իսկ Նեպտունը մեր զգայունությունն ու անշահախնդրությունը։ Այս շրջանում չպետք է պարզապես հաճույքի համար գնալ ծայրահեղ քայլերի, այսինքն ռիսկի դիմել միայն ադրենալինի համար։ Բայց եթե հայտնվում եք նման իրավիճակում, որտեղ պետք է օգնել կամ փրկել ուրիշներին, դրանից խուսափել չի կարելի։ Երբ դուք օգնում եք մարդկանց, դուք դառնում եք ավելի ուժեղ։ Սատուրնը կարող է նաև ձեզ ուղղորդել գործերի, որոնք կապված են հարկերի, ապահովագրության և ժառանգության հետ։ Այս ժամանակահատվածում բոլոր ֆինանսական փաստաթղթերը պետք է լիակատար կարգի բերվեն։ Եթե բիզնես գործընկերների հետ առաջանում են թյուրիմացություններ, վեճեր կամ կոնֆլիկտներ, որոնք կապված են համատեղ ֆինանսների հետ, կարևոր է մոտենալ դրանց հանգիստ, կառուցողական և օրենքի շրջանակում։ Ցուցաբերեք հուսալիություն, պատշաճ վարք և բարեխղճություն։ Այդ դեպքում հարաբերությունները կդառնան ավելի ամուր և վստահելի։ Այս շրջանում հնարավոր են նաև փոփոխություններ ձեր ամուսնու կամ կյանքի զուգընկերոջ ֆինանսական վիճակում։ Եթե այս ընթացքում Սատուրնը ձեր ծննդյան քարտեզի հետ ձևավորում է բացասական միացումներ, ապա չարժե վարկ վերցնել, պարտք անել կամ ռիսկային արժեթղթեր գնել։ Սա շատ կարևոր է այս շրջանում, քանի դեռ այստեղ գտնվում են Սատուրն ու Նեպտունը, իսկ Նեպտունը այդտեղ կմնա շատ երկար։ Ուշադիր եղեք ձեր առողջությանը, որովհետև նյարդային գերլարվածության պատճառով կարող է այն տուժել։ Եթե զգում եք հոգնածություն կամ ներքին լարում, անպայման զբաղվեք էներգետիկ պրակտիկաներով։ Դա շատ օգտակար է։ Երբ Սատուրն ու Նեպտունը անցնում են հորոսկոպի 8-րդ տան միջով, սա համարվում է ամենալավ դիրքերից մեկը հոգեթերապևտի հետ աշխատանքի համար։ Այս շրջանում դուք կարող եք բացահայտել ձեր ֆենոմենալ էքստրասենսոր ունակությունները։ Կարող եք մտնել միստիցիզմի, օկուլտիզմի ուղի, մասնակցել գաղտնի խմբերի կամ հաստատությունների, նույնիսկ անցնել նվիրման, ինիցիացիայի գործընթաց։ Ձեզ մոտ կարող է տեղի ունենալ հոգևոր վերածնունդ։
Այդ պատճառով ես ձեզ մաղթում եմ մեծ հաջողություններ։ Հորոսկոպի 9-րդ տունը դա առյուծների համար է։ Այստեղ ձեզ մոտ տեղի ունենում Սատուրնի և Նեպտունի նշանավոր անցումը։ Այս անցման ընթացքում դրական միացումների դեպքում Նեպտունը առաջացնում է հետաքրքրություն այլ քաղաքներից և երկրներից մարդկանց նկատմամբ։ Իսկ Սատուրնը բերում է կայունություն և երաշխավորում է գործարար կապերի ամրապնդում արտասահմանյան կամ հեռավոր գործընկերների հետ։ Կարող են առաջանալ նաև անձնական կապեր։ Այս միացումը նպաստում է երկարաժամկետ գործարքների և պայմանագրերի կնքմանը, ինչպես նաև տալիս է ազդեցիկ մարդկանց աջակցությունը։ Այդ պատճառով, եթե ձեզ անհրաժեշտ է ազդեցիկ մարդկանց աջակցությունը, համարձակ դիմեք նրանց։ Նեպտունը նաև տալիս է ձգտում դեպի հոգևոր զարգացում։ Առաջանում է հետաքրքրություն էթիկայի և բարոյականության հանդեպ։ Այս ժամանակահատվածում դուք կարող եք հեղինակություն ձեռք բերել օտարերկրյա գործընկերների շրջանում, իսկ սերը կարող է գալ այլ մշակույթից, այլ հատվածից, այլ հավատքից կամ այլ քաղաքից ու երկրից, որևէ մարդու միջոցով։ Նաև հնարավոր է մասնագիտական ճանաչում մասնագիտական շրջանակներում։ Դուք կարող եք դառնալ հայտնի, ազդեցիկ և ճանաչված, սակայն միայն բարեխիղճ աշխատանքի և բարենպաստ հանգամանքների դեպքում։ Հնարավոր է նաև ձեր սեփական դպրոցի հիմնումը։ Դա կարող է լինել փիլիսոփայական դպրոց, օտար լեզուների դպրոց, կամ դուք կարող եք գլխավորել որևէ գիտական կազմակերպություն, հասարակական շարժում կամ նույնիսկ քաղաքական կուսակցություն բացեք։ Այսինքն ձեր առաջ բացվում են հսկայական հնարավորություններ։ Եթե դուք գտնվում եք արտասահմանում, բայց դեռ չունեք պաշտոնական փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս երկար մնալ այդ երկրում և ստիպված եք հաճախ մեկնել ու վերադառնալ, ապա այժմ կարող է առաջանալ հնարավորություն ամրապնդվել այնտեղ, ստանալ օրինական կարգավիճակ տվյալ երկրում ապրելու համար։ Այս ժամանակահատվածում հնարավոր են նաև ճանապարհորդություններ, եթե դրանք նպատակային են, ինչպես նաև պարզապես այլ երկրների մշակույթը, ավանդույթներն ու լեզուները ճանաչելու համար։ Հաճախ այս անցման ժամանակ ընթացքում մարդը որոշում է լրջորեն զբաղվել իր կրթությամբ։ Նա կարող է ընդունվել համալսարան կամ վերականգնել այն ուսումը, որը նախկինում թողել է։ Այսինքն, սա շատ հզոր միացում է ինքնակրթության և ինքնորոշման համար բարենպաստ ժամանակ։ Նաև հնարավոր է, որ դուք լրջորեն հետաքրքրվեք կրոնով կամ մկրտվեք։ Եթե դուք ճշմարտության և կյանքի իմաստի որոնման մեջ եք, կարող եք գտնել ձեր հոգևոր ուսուցչին։ Սակայն եթե կան բացասական ասպեկտներ, միացումներ, դա կարող է բերել որոշ դժվարությունների, այդ թվում նաև բիզնեսի ոլորտում։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ թողնել կամ խզել բոլոր կապերը։ Դա նշանակում է, որ պետք է նոր բաներ սովորել, գտնել նոր ուղիներ, զարգանալ և շարունակել որոնումը, լուծումներ գտնելու բարդ իրավիճակներում։ Իհարկե, սա նաև շատ լավ ժամանակ է այնպիսի միջոցառումների համար, որտեղ ձեզ տեսնում են այլ մարդիկ։ Հարմար է հյուրախաղերի, ցուցադրությունների և հանրային ելույթների համար։ Եվ ձեր հեղինակությունը կշարունակի աճել այդպես։ Այս ժամանակահատվածում դուք կարող եք համագործակցել իշխանությունների հետ, պետության հետ, մասնակցել տարբեր հասարակական և մշակութային նախաձեռնությունների։ Ահա սա է այն, ինչ ձեզ սպասվում է։ Ցանկանում եմ ձեզ Սատուրնի և Նեպտունի հաջող անցում ձեր 9-րդ տան մեջ։ 10-րդ տունը դա խեցգետինների համար է։ Այստեղ Սատուրնն ու Նեպտունը կազմում են իրենց պատմական դարաշրջանային միացումը։ Այս ժամանակահատվածում դուք կարող եք հասնել մեծ բարձրունքների։ Եթե դուք ունեք երազանք և կարողանում եք համադրել երասկոտությունը երկրային գործնականության հետ, եթե նպատակասլաց եք, համառ ու աշխատասեր, ապա Սատուրնն ու Նեպտունը ձեզ տալիս են առաջընթացի հնարավորություն։ Այս մոլորակները կարծես ստուգում են մարդուն, նրա տոկունությունը, պրոֆեսիոնալիզմը և հավատը իր երազանքի նկատմամբ։ Եվ եթե այս համադրությունը ձեր մեջ կա, ապա մոլորակները հնարավորություն են տալիս հասնելու ձեր ամենաթանկ նպատակին։ Եթե դուք դիմանում եք այս քննությանը, ապա այս շրջանում, երբ Սատուրնն անցնում է հորոսկոպի հենց 10-րդ տանը, ձեզ կարող են առաջարկել նոր աշխատանք կամ պատասխանատու պաշտոն, նույնիսկ պետական կառույցում։ Դուք կարող եք բացել նաև ձեր սեփական գործը։
Այս ժամանակ ձեր մասնագիտական հավակնությունները և ձգտումները զգալիորեն կաճ են։ Հնարավոր է, որ ձեզանից ոմանք այս շրջանում ցանկանան իշխանություն և լիակատար ինքնուրույնություն։ Այս ժամանակ դուք կարող եք հույս դնել ավագների, տնօրենների, բարձր պաշտոն զբաղեցնող ղեկավարների աջակցության վրա։ Եթե ձեզ անհրաժեշտ է նրանց օգնությունը, դուք այն անպայման կստանաք։ Ձեր առաջ կարող են կանգնել շատ լուրջ խնդիրներ։ Դուք կարող եք ներգրավվել քաղաքական գործերի մեջ, և եթե կան դրական լրացուցիչ ցուցումներ ձեր անձնական քարտեզում, դուք կարող եք զբաղեցնել շատ բարձր պաշտոն, նույնիսկ ընտրվել իշխանական մարմիններում։ Եթե դուք իշխանության չեք ձգտում, ապա այս անցումը կարող է պարզապես նշանակել ծառայողական առաջխաղացում։ Ստեղծագործական մասնագիտություն ունեցող մարդկանց համար սա հրաշալի շրջան է։ Դուք կարող եք ստանալ ստեղծագործական և միաժամանակ պատասխանատու աշխատանք։ Շատ լավ ժամանակ է նաև նրանց համար, ովքեր զբաղվում են հոգեբանությամբ, բժշկությամբ և քիմիայով։ Լավ շրջան է նաև նոր մասնագիտություն յուրացնելու համար։ Այս ընթացքում դուք կարող եք ձեռք բերել հեղինակություն ու հարգանք մասնագետների շրջանում։ Ոչ միայն ձեր գործնական որակներով, այլ նաև ձեր բարի, գթասրտություն ունեցող արարքներով։ Եվ ձեզ նույնպես կարող են օգնել, առանց որևէ բան պահանջելու փոխարեն։ Սա այն ժամանակն է, երբ դուք կցանկանաք ինքնահաստատվել, բայց ոչ ցանկացած գնով։ Եթե զգաք անարդարություն կամ ճնշում, կարող եք որոշել նույնիսկ փոխել աշխատանքը։ Ինչ ես անում, կարող եք ասել ձեզ, երբ այս շրջանում թողնել աշխատանքը, բայց եթե հենց այդպես է զգում ձեր սիրտը, որոշումը միայն ձերն է։ Ի դեպ, ընտանեկան կարգավիճակի մասին։ Այս անցումային Սատուրն ու Նեպտունը կարող են խորհրդանշել ամուսնություն, և արդյունքում դուք պաշտոնապես կստանաք նոր կարգավիճակ։ Բայց եթե դուք միայն երազում եք և պարզապես հավատում եք սեփական բախտին, առանց մասնագիտական աճի կամ եթե տարվում եք կասկածելի առաջարկներով, անկախ նրանից ինչի մասին է խոսքը, ապա կարող են առաջանալ դժվարություններ մասնագիտական կյանքում։ Հնարավոր են սխալներ կամ խնդիրներ, որոնք կազդեն ձեր կարիերայի աճի վրա։ Բացի այդ, մինչ Սատուրն ու Նեպտունը գտնվում են այստեղ, հնարավոր է ղեկավարության փոփոխություն, ինչպես նաև կանոնների ու պահանջների փոփոխություն։ Հնարավոր են նաև իրադարձություններ, որոնք կապված են ձեր հոր կամ մոր հետ, կամ ձեր ընտանիքի ավագ սերնդի որևէ մարդու հետ։ Այսպիսին էր անցումը Նեպտունի և Սատուրնի ձեր տանը։ Ցանկանում եմ ձեզ մեծ հաջողություն։ Սատուրնը և Նեպտունը 11-րդ տանը եկվորյակների համար։ Այստեղ ձեր կյանքում տեղի է ունենում իսկապես էպոխալ միացում։ Սատուրնն ու Նեպտունը այս ոլորտում ուժեղ ազդեցություն են գործում ձեր կյանքի վրա։ Ընկերների, ծանոթների, համախոհների, ղեկավարների և բարձր դիրք զբաղեցնող մարդկանց, ինչպես նաև բարերարների միջոցով։ Այս անցումը մի տեսակ ստուգում է ձեր ընկերական կապերի ամրությունը։ Եթե ընկերները հավատարիմ և վստահելի են, նրանք կմնան ձեր կողքին, իսկ անպետք կապերը կվերանան ինքնաբերաբար։ Այստեղ մեծ նշանակություն ունի նաև ձեր ներքին վիճակը, ինչ եք զգում ձեր շրջապատում գտնվելիս։ Եթե նրանց կողքին դուք ոգեշնչված եք և ձեր աշխարհայացքն ու հետաքրքրությունները համընկնում են, ապա կշարունակեք ձեր ճանապարհը միասին։ Եթե ձեզ ամեն ինչ հոգնեցրել է, զգում եք խաբեություն կամ վստահության կորուստ, ապա կլքեք այդ ընկերական խումբը։ Այս դեպքում Սատուրնը կսահմանափակի ձեր ընկերական շրջանակը։ Սա կարող է կապված լինել նաև տարիքային փոփոխությունների հետ, քանի որ որքան մարդը մեծանում է և իմաստանում, այնքան ավելի ընտրողական է դառնում ընկերների հարցում։ Նաև շփումների շրջանի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել տեղափոխությամբ։ Դուք կարող եք տեղափոխվել կամ ձեր ընկերներն են տեղափոխվելու, կամ պարզապես ձեր հետաքրքրությունների շրջանն է փոխվելու, և դրա արդյունքում դուք դուրս կգաք որոշակի միջավայրից։ Շատ կարևոր է հիշել, որ Նեպտունի դիրքը այս նշան պահանջում է ընկերների, ծանոթների, բարեկամների և գործընկերների ընտրության մեջ բացառիկ զգուշություն և ընտրողական մոտեցում, քանի որ ձեր կյանքի շատ բաներ կարող են կախված լինել հենց նրանցից։
Այստեղ անհրաժեշտ է կրկնակի զգուշություն և խոհեմություն, քանի որ նույնիսկ կասկածելի շրջապատում անցկացված մի սովորական խնջույք կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ, որոնք կարող են երկար ժամանակ տառապանք պատճառել։ Այս շրջանում շատ տեղին է ասված՝ վստահիր, բայց ստուգիր։ Այս ժամանակահատվածում դուք կարող եք զգալ նաև ուժեղ ձգտում դեպի արվեստը, հոգեբանությունը, դեպի ամեն ինչ օրիգինալ, անսովոր ու բացառիկ, դեպի ամեն գաղտնիք, դեպի բնություն և տիեզերքի գաղտնիքները, ինչպես նաև դեպի փակ կամ գաղտնի խմբեր ու միություններ, կամ կարող եք հետաքրքրվել ինչ-որ գաղտնի գործունեությամբ։ Միևնույն ժամանակ ձեզ կսկսեն հետաքրքրել արդարության և անկախության թեմաները։ Այդ դեպքում դուք կփնտրեք այնպիսի շրջապատ և ոչ մի ֆորմալ խումբ, որտեղ մարդիկ ունեն նույն հետաքրքրությունները, որտեղ բոլորը արդար են։ Եթե ձեզ հուզում են անկախության և արդարության հարցերը, դուք կգտնեք մարդկանց, ովքեր պատրաստ են պայքարել անկախության, ինչպես նաև ողջ մարդկության լուսավոր ապագայի համար։ Ձեր սիրտը հանգիստ չի լինի, եթե տեսնեք ուրիշի տառապանքը։ Ձեզ կարող է պատել ուրիշների օգնելու ցանկությունը, կամավորական աշխատանքում մասնակցելու ձգտում, ինչպես նաև ինչ-որ մեկի խնամքը ստանձնելու պատրաստակամություն։ Գուցե մեկ երեխա, իսկ գուցե միաժամանակ մի քանի երեխաների։ Իսկ եթե այս ժամանակահատվածում ձեր կյանքում ձևավորվեն նոր հարաբերություններ, ապա դրանք կարող են երկարատև լինել, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ընդհանուր հետաքրքրությունները սնուցում են այդ կապը։ Եթե ցանկանում եք սկսել որևէ գործ, ապա ձեր նախաձեռնություններում կարող եք աջակցություն գտնել ազդեցիկ ընկերների կամ ավելի մեծ տարիքի մարդկանց կողմից։ Եթե ունեք հստակ նպատակ և ոգեշնչող գաղափար, կարող եք ստանալ բարձր դիրք զբաղեցնող անձանց հովանավորությունը։ Այս ընթացքում դուք կարող եք գտնել պաշտպանություն, երաշխավորություններ ու խորհուրդներ, եթե դրա կարիքը ունեք։ Իսկ եթե ցույց տաք ձեր պրոֆեսիոնալիզմը, կարող եք նաև որոշակի ազդեցություն ունենալ այդ մարդկանց վրա։ Սա նաև շատ լավ շրջան է պլանավորման համար, հատկապես երկարաժամկետ ծրագրերի, մեծ նպատակների սահմանման և դրանց իրագործման քայլերը նախանշելու համար։ Բացի այդ, սա հարմար ժամանակ է գտնելու այն մարդկանց, որոնք կօգնեն ձեզ իրականացնել ձեր գաղափարները։ Նաև շատ բարենպաստ շրջան է սեփական կրթական ծրագիր ստեղծելու համար, ինտերնետի միջոցով, սեփական կայքի կամ նաև YouTube ալիքի օգնությամբ։ Ահա այսպիսի ազդեցություն ունի այս անցումը ձեզ վրա։ Մաղթում եմ ձեզ հաջողություն։ 12-րդ տունը դա ցուլերի համար է։ Այստեղ ձեզ մոտ տեղի ունենում Սատուրնի և Նեպտունի նշանավոր միացումը։ Սատուրնը 12-րդ տանը պահանջում է մեկուսացում և ներքին աշխատանք սեփական անձի վրա։ Նա պահանջում է հասկանալ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր շուրջ։ Նեպտունը կօգնի ձեզ, որովհետև այս դիրքը նրա համար ամենահզորներից մեկն է։ Այս տանը նա կարծես գերիշխում է։ Նեպտունը կարող է տալ բարձրացված, նույնիսկ ֆենոմենալ ունակություններ, տեսողություն, ապագայի տեսողություն, մեդիումական կամ տելեպաթիկ հակումներ, գուշակելու, կանխազգալու, կանխատեսելու կարողություն։ Բայց այս ամենը ինքնաբերաբար չի բացվում, դրանք պետք է զարգացնել։ Իսկ Սատուրնը կարծես կանգնեցնում է մարդուն և ստիպում հետ նայել այն ամենին, ինչ նա արել է երկար տարիների ընթացքում, մինչ Սատուրնը անցնում էր ձեր նախորդ տնով, 11-րդ տնով։ Սա արդյունքները ամփոփելու և սխալները ուղղելու ժամանակն է։ Բացի այդ, Սատուրնը դանդաղաշարժ մոլորակ է։ Նա ստիպում է հեռանալ աղմուկից ու փոթորկից և զբաղվել հոգով, անել այն, ինչը զարգացնում է հոգին՝ մեդիտացիա, աղոթք, ստեղծագործականություն, երաժշտություն, նկարչություն, առասպելներ, նաև բարեգործություն։ Այդ դեպքում Նեպտունը կարող է ուժեղացնել ձեր հոգեկան և ինտուիտիվ ներուժը։ Ձեզ մոտ կարող է հայտնվել ուժ, ազդելու ամեն ինչի վրա, կենդանի և նույնիսկ անշունչի վրա, մարդկանց, կենդանիների և առարկաների վրա։ Եթե Նեպտունը լավ միացումներ է կազմում ձեր ծննդյան քարտեզում և դուք ինքներդ աշխատում եք ձեզ վրա, ապա նա կարող է պարգևել նաև լավ եկամուտ, երբեմն նույնիսկ փոքր աշխատանքի դիմաց։ Դուք կկարողանաք միշտ պահպանել բարենպաստ հարաբերությունները ձեր գործընկերների, ենթականների, ղեկավարների, ինչպես նաև վերադասների և պետական կառույցների հետ։
Եկամուտ կարող է բերել նաև գիտությամբ կամ հետազոտական գործունեությամբ զբաղվելը։ Այն կարող է նաև եկամուտ բերել մտավոր աշխատանքի, ստեղծագործական գործունեության միջոցով։ Եթե դուք զբաղվում եք մանկավարժությամբ, առևտրով կամ արվեստի ոլորտում եք աշխատում, ապա նույնպես հնարավոր են լավ ֆինանսական արդյունքներ։ Եթե ձեր աշխատանքը կապված է օկուլտ գիտությունների, բժշկության, հատկապես ժողովրդական և արևելյան բժշկության, բուժման, բուսաբուժության հետ, ապա այստեղ նույնպես կարող են լինել մեծ հաջողություններ։ Հաջողություն կարող են բերել նաև գաղտնի գործերը, փակ կամ հատուկ գործունեությունը, հեռավոր ուղևորությունները, գործողումները և երկար ճանապարհորդությունները, հատկապես ծովային։ Լավ եկամուտ կարող է ապահովել նաև աշխատանքը ձկնորսական նավերի վրա։ Այս շրջանում կարող է մեծ հետաքրքրություն առաջանալ այնպիսի ոլորտների նկատմամբ, ինչպիսիք են պատմությունը, հնագիտությունը, դիցաբանությունը, բանահյուսությունը, հին ժողովուրդների մշակույթը, հին փիլիսոփայական խորացումները, հեթանոսական հին հավատքների ուսումնասիրությունը։ Այս ամենը նպաստում է բավական բարձր սոցիալական դիրքի ձեռքբերմանը և կայուն նյութական վիճակի ձևավորմանը։ Ինչքան էլ տարօրինակ թվա, այս ամենը փոխկապակցված է։ Սակայն եթե մարդը փորձի փախչել այս ճանապարհից և շարունակել ապրել նույն շրջապտույտի մեջ, կարող են տեղի ունենալ անհասկանալի իրադարձություններ, որոնց իմաստը նա չի կարող բացատրել։ Կարող են առաջանալ խառնաշփոթ իրավիճակներ, հիասթափություններ, կորուստներ և նույնիսկ հիվանդություններ, հատկապես հոգեբանական բնույթի։ Եվ դա միայն այն պատճառով, որ Սատուրնն ու Նեպտունը ձեզ վերադարձնում են դեպի ինքնախորացում, ինքներդ ձեր մեջ խորանալու և կյանքի ընթացքում կուտակած ամեն ինչի վերաիմաստավորմանը։ Բայց եթե մարդը լսում է այս Սատուրնի և Նեպտունի կոչը, ապա նա կարող է իր մեջ բացահայտել շատ դրական բաներ, որոնց մասին արդեն խոսվել է վերևում։ Ոմանց համար սա կարող է դառնալ նույնիսկ երջանիկ շրջան, արդյունավետ աշխատանքի և ներքին աճի ժամանակ։ Սովորաբար դրա արժեքը գիտակցվում է ավելի ուշ։ Տարիներ կանցնեն, և դուք կասեք՝ Աստված իմ, ինչ ժամանակ էր դա։ Եթե այս ընթացքում ի հայտ են գալիս հիվանդություններ, վնասվածք, հալածանք կամ այլ դժվարություններ, ապա պետք է մտածել, ինչ պարտքեր են ձեզ հիշեցնում իրենց մասին, ինչն եք արել սխալ և փորձեք ուղղել այդ սխալները։ Հնարավոր է, պետք է մեկնեք, հանդիպեք կամ զանգահարեք նրանց, ում որևէ կերպ վիրավորել եք, կամ անարդար եք վարվել։ Երբ Սատուրնը անցնում է հորոսկոպի 12-րդ տնով, միշտ պետք է արձագանքել նաև օգնության խնդրանքներին, քանի որ այս շրջանում օգնությունից հրաժարվելը կարող է թանկ նստել մարդու վրա։ Սատուրնը հիշեցնում է, որ ոչ ոք ապահովագրված չէ աղքատությունից կամ բանտից։ Եթե դուք հիմա օգնեք ուրիշներին, ապա դժվար պահին ինչ-որ մեկը հաստատ օգնության ձեռք կմեկնի նաև ձեզ։ Ահա այսպիսին է Սատուրնի և Նեպտունի անցումը։ Ես ձեզ մաղթում եմ երջանկություն։